Մերձավանի միջնակարգ դպրոցի լարված ու անառողջ փոխհարաբերությունները հանրային մեծ հնչեղություն ստացան։ Կրթական գերատեսչությունը դրանից հետո հայտարարեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը սահմանված կարգով կազատվի աշխատանքից եւ կնշանակվի նոր պաշտոնակատար։ Ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանին մեղադրում էին շարունակ վիրավորանքներ հասցնելու, ոչ մանկավարժական վարքագծի, դասերը պատշաճ վարելու կարողություն չունենալու համար, ինչը լրատվամիջոցի կողմից տեսանկարահանվել ու հեռարձակվել էր։ Դպրոցում տեղի ունեցած միջադեպը նախարարությունը խստորեն դատապարտել է, պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը համարել անթույլատրելի։ Նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո, առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային եւ բազմաշերտ խնդիրների մասին։ Մեր այցելության պահին դպրոցում դասապրոցեսը վերականգնված էր, նաև ոստիկանական հսկողություն էր սահմանված։ Տնօրենի պաշտոնակատարը խոսել չցանկացավ, փոխանցեցին, որ վատ ինքնազգացողություն ունի։ Պատմության ուսուցչուհին այնտեղ չէր։ Այս դպրոցում նա աշխատանքի է ընդունվել դեկտեմբերին։ Այս ընթացքում 3 կարգապահական տույժ է ստացել ու ազատվել աշխատանքից։ Բայց բողոքարկման արդյունքում վերականգնվել է, քանի որ մարզպետարանում պարզել են, որ երրորդ նկատողությունը չի եղել օրենսդրության պահպանմամբ։ Նկատողությունները բողոք դիմումների հիման վրա էին։ Եղել է մարզպետարան դիմումներ եւ ուսուցչական կոլեկտիվից եւ ծնողական անձնակազմից բողոքներ են եղել։ Հիմնականում դրա հիման վրա մենք տվել ենք նկատողություններ, երկուսը ճիշտ կանոնակարգով կատարվել է, մեկը մի քիչ մենք թերացանք, այսինքն շտապեցինք, դրա հիման վրա կարողացան վերականգնել, նորից մեր ուսուցչուհին եկավ դպրոց աշխատել։ Փոխտնօրենն ասում է Դավթյանը կասկածամիտ է վիրավորում է գործընկերներին, իրեն չի վիրավորել, ավելին ինքը խոսել է հետը, ասել, որ մասնագիտական գիտելիքները կասկածի տակ չի առնում, դրա իրավունքը չունի էլ, բայց պետք է ազատվել կպչուն մտքերից, դասարանը կարողանալ կառավարել, քանի որ պատմության դասից բացի մյուսների դասերն էլ է խոչընդոտվում։ Իդեպ մեր այցելության ժամանակ նկատեցին, որ 10-րդ դասարաններից մեկում ուսուցիչ չկար։ Փոխտնօրենը պատճառաբանեց, որ ուսուցիչն իրեն վատ էր զգում ու դուրս է եկել ջուր խմելու։ Ինքը Ռոզա Դավթյանը կարծում է իր նկատմամբ առաջին իսկ օրվանից անբարյացակամ վերաբերմունք կա, քանի որ մրցույթում հաղթել է ու ընդունվել որպես ուսուցիչ, այնինչ այդ աշխատանքի համար դպրոցում այլ մարդու են պատկերացրել։ Դավթյանի հետ հնարավոր եղավ խոսել Արմավիրում, ասաց աշխատանքը թողնել չի պատրաստվում։ Արդեն երիտասարդ չէ այլ աշխատանք գտնելու համար, հետո էլ անվանարկված հեռանալը ճիշտ չի համարում։ Ես պիտի այնքան աշխատեմ, սենց ասած հանդուրժեմ, ներեմ, զիջեմ, ես դա էլ եմ ասել։ Անկախ ամեն ինչից աշակերտներին էլի ջերմացնեմ, որ մինչև իմ համար ժողովրդական լեզվով ասած ջրերը զուլալ են։ Եթե ես հիմա այս վիճակով տեղափոխվեմ ուրիշ դպրոց, որտեղ մասնագետի կարիք կա, բնականաբար հայկական սովորության համաձայն, այն որ ասում է, եթե հեղինակազրկում են, անունդ հետևից գալիս է։ Դրա համար ես պիտի ուրիշ երկ չկա, ես պիտի աշխատեմ։ Արմավիրի մարզպետի օգնականի խոսքով ամիսներ ձգվող այս պատմությանը իրենք տեղյակ են եղել։ Համակողմանի ուսումնասիրել են, փորձել են հասկանալ պատճառները։ Ամեն ինչ ըստ նրա սկսվել է հետևյալից։ Բանը սկսել էր կարծեք թե նրանից, որ երեխաների հետ հարաբերությունները որպես այդպեսին հարց չեն ընթացել եւ ուսուցչական անձնակազմի հետ եւս խտական վերաբերմունք է ցուցադրել ուսուցչի կողմից Լեռնային Ղարաբաղից բնի համվածների երեխաների հետ այնտեղ նույնիսկ որակավորումներ է տրվել երեխաներին շատ տհաճ նույնիսկ մեջբերել չի ցանկանա։ Մենք լավ ենք հասկանում, որ եթե խնդիրը կա, դա միակողմանի չի։ Ինձ համար զարհուրելի է ճիշտ ասած, երբ որ անկախ անձից ուսուցիչը լավն է թե վատն է, երբ որ մարդուն նման վերաբերմունք են ցույց տալիս, անկախ իր պատկանելությունից, այս կամ այն։ Այսինքն, երբ որ երեխան, ծնողը, ուսուցիչը կարող են ամբողջով, սուլոցներով, անպարկեշտ արտահայտություններով ծաղրել մարդուն, դա մեզ համար անընդունելի բան է։
Մարզպետարանում չեն բացառում, որ աղմկահարույց միջադեպն ուղղորդված էր, որտեղ երեխաները պատմության ուսուցչուհուն մեղադրում էին իրենց ոչ հատուկ բառապաշարով, թե դասի տերն ուսուցիչն է։ Ուսումնասիրությունները դեռ շարունակվելու են անկախ անձերից։ Մարզպետի օգնականն ասում է, կարևոր է կրթական միջավայր ապահովելը, որ դպրոցում բոլորը զբաղվեն իրենց գործով։ Ուսուցիչը սովորեցնի, երեխան սովորի։ Դեռ պետք է պարզել, թե պատմության ուսուցիչը որքանով է իր տեղում։ Կքննարկվի նաև տնօրենի պաշտոնակատարի հետագա աշխատանքի հարցը։ Նա դասվար է, պաշտոնակատար նշանակվելուց առաջ փոխտնօրեն է եղել։ Որոշում կընդունվի կախված այն բանից, թե որքանով է նա մասնակցություն ունեցել այս միջադեպը հրահրելու հարցում։ Պաշտոնակատարի կարգավիճակից զրկվել է իրավիճակը վերահսկել չկարողանալու պատճառով։ Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է մոտ 1 տարի։ Հայտարարված մրցույթին 1 հավակնորդ է դիմել։ Նա այս դպրոցից չէ։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։